աշխատանքաշինության ելույթում դուք նշեցիք, որ ընդդիմության ներկայացրած որոշ տեսակետների հետ համաձայն եք մասնավորապես դպրոցաշինության, ըստ վերայնության դեմ պայքարի հետ կապված, այսինքն ընդդիմության առաջարկներն են ավելի շատ ներառվել շրջապան, կարող եք Թե բյուջեն ինչ առաջարկներ է իր մեջ ներառել, ֆինանսների նախարարը պատասխանում հստակ նշեց, առաջարկների 17%-ը կառավարության կողմից ընդունվել է եւ դրանք իրենց արտացոլումը ստացել են բյուջեում։ 200-ից ավել առաջարկություններ մենք տվել ենք մեր մեկնաբանությունները, որովհետեւ դրանք վերաբերում էին ծրագրերին, ռեֆորմներին, անելիքներին եւ մենք տվել ենք մեր դիրքորոշումը։ Այդ առաջարկների մեջ կային այնպիսի առաջարկներ, որոնք համահունչ էին կառավարության պատկերացումների հետ, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել բարեփոխումներ, ինչ հերթականությամբ, ինչ քայլեր պետք է իրականացվեն, բայց կային նաև առաջարկություններ, որոնց ընդհանուր ուղղվածության հետ մենք համաձայն ենք, բայց լուծումները, որ առաջարկում են, մեր կարծիքով այդ լուծումները դեռևս լրացուցիչ քննարկման կարիք ունեին, եւ այդպիսի առաջարկություններ նույնպես շատ են։ Եվ 100-ից ավել առաջարկություններ մերժվել էին, այն պատճառով, որ պատգամավորները առաջարկում էին նոր դպրոցներ ներառել ծրագրի մեջ, ճանապարհներ, մշակութային տներ, սոցիալական օբյեկտներ, որոնք իհարկե կարիք ունեն ֆինանսավորման, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մենք այդ առաջարկությունները մերժել ենք։ Պարոն վարչապետ, Բագրատյանը ասում էր, որ եկամտային մասը չեք քննարկել, իսկ դուք խոստացաք, որ հետագայում քննարկել ինչ նկատի ունեք ձևաչափով քննարկումների խոստանում։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով, որը նախատեսված է մեր օրենսդրությամբ, ազգային ժողովի հետ աշխատելու, պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել։ Կարելի է կազմակերպել լսումներ, ներկայացնենք բյուջեի եկամտային մասը նախորդ տարիներին, ըստ հարկատեսակների, ինչպիսի եկամուտներ մենք կարողացել ապահովել։ Դրանց հարաբերակցությունը ինչպիսին է, 2013-ի կանխատեսումները ինչպիսին է։ Այս որ ֆորմատները շատ բազմազան են։ Հիմա եթե պատգամավորները ուզում են ավելի մանրակրկիտ քննարկել եկամուտային մասը կամ ծախսային առանձնացնել, կառավարությունը միշտ պատրաստական է այդպիսի քննարկումների մասնակցել։ Պարոն վարչապետ, մտահոգիչ չեք համարում Ծառուկյանը կառաջադրվի, թե չի առաջադրվի նախագահականությունները, եւ ըստ ձեզ, ինչ է ուշանում ԲՀԿ-ի որոշումը։ Ես կարծում եմ ճիշտ կլինի այս հարցերով դիմենք ԲՀԿ-ին ոչ թե։ Իսկ եթե առաջադրվի կարելի ասեք ձեր կառավարությունը վարչանին եկել է, չէ՞ որ նա այդ վարչապետը պաշտոնյա զինվորների մասնավորապես կառավարության հանդես։ Համաձայն չեմ ձեր գնահատականներին։ Բայց ամեն դեպքում քաղաքական գործընթացները ձեզ ինչ են հուշում, կառաջադրվի, թե չի առաջադրվի։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ հարցով դիմեք հենց այն մարդուն, ում որ ուղղված է։ Պարոն վարչապետ, Ես կանխատեսումներ չեմ զգում։ Պարոն վարչապետ, գալուց Սարգսյանն ասաց, որ հանրապետական մեծամասնություններ վիրավորված եւ նեղացած է կառավարությունից, որտեղ ներկայացուցչական ծախսեր առաջարկների մասով մերժել է։ Այդ ծախսերը, եթե ճիշտ եմ հիշում, վերաբերում են պատգամավորների գործիքների վճարների ավելացմանը, վարորդների, մեքենաների սպասարկման հետ կապված որոշ ծախսեր է հանրապետական մեծամասնությունը ուզել։ Ինչ եք մերժել։ Ես Գալուս Սարգսյանի հետ ամեն օր աշխատանքների ունենում եւ նման գնահատականների հետ ծանոթ չեմ։ Պարոն վարչապետ, մտահոգիչ չեք համարում, որ միայն կոալիցիոն ուժերը պաշտպանեցին ձեր վերած բյուջեն, մանավանդ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները այսօր կարծիքներ են հնչեցնում, որ հատուկ եք այդպիսի բյուջե բերում, որպեսզի ժողովուրդը գնա, այսինքն դա լուրջ մեղադրանք է կառավարության եւ իշխանության հասցեին, որպեսզի ժողովուրդը գնա եւ դուք պատկերավոր ասեմ ավերակների վրա իշխեք։ Իհարկե ցանկացած հարցադրում կարելի է հասցնել աբսուրդի։ Ես համարում եմ, որ շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկում։ Իսկ կոալիցիան, որը ձևավորել է կառավարություն, կողմ է քվեարկում։ Եվ դա հենց դասական քաղաքական պայքարի կանոններ են։ Եվ դա որևէ արտահոծ բան ես չեմ տեսնում։ Անտրամաբանական կլիներ եւ քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ պետական բյուջեի նախագիծը եւ կողմ քվեարկեր։ Այդ դեպքում կարող էր ձեզ մոտ հարց առաջանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, բայց եթե ընդդիմությունը դեմ է արտահայտվում
իշխանության կողմից ներկայացված փաստաթղթին կարևորագույն, հենց որի շուրջ էլ ձևավորվում է ստույցան, որ ուրեմն միասնություն, կոալիցիա քաղաքական, եւ դա շատ տրամաբանական համար։ Պարոն Սարգսյան, այսինքն Բարգավաճ Հայաստանին դուք ընդդիմություն եք համարում։ Բարգավաճ Հայաստանը ինքն է որոշում, թե ինչ կարգավիճակով է այս պահին ինքը հանդես գալու եւ դրա մասին հստակ գրված է ազգային ժողովի կանոնակարգ։ Իսկ դուք եք խոսում Բարգավաճի դիրքորոշման մասին, խոսեցիք որպես ընդդիմության դիրքորոշում։ Ես Բարգավաճի մասին որևէ ախտայտություն չարեցի։ Այս բյուջեն ձեր ընդունածն է, ձեր ներկայացրածն է, բայց 13 թվին նոր կառավարություն պետք է գա։ Վստահ եք, որ դուք վարչապետ կմնաք։ Եվ առհասարակ ձեզ որտեղ եք տեսնում նախագահական ընտրություններից հետո։ Ես ճիշտ ասած կզարմանայի, եթե այս հարցը չհնչեր, որովհետև ամեն հանդիպման ժամանակ այս հարցը հնչում է, պատասխանը նույնն է։ Պարոն վարչապետ, վերջերս հրապարակվեցին մի շարք տնտեսական ցուցանիշներ, օրինակ աղքատության թիվն է աճել, ներդրումների ծավալներն են Հայաստանի կրճատվել վերջին 10 ամսով։ Ընդ որում սրանք պաշտոնական վիճակագրական տվյալներ են։ Ինչպես կմեկնաբանեք այդ թվերը եւ արդյոք այսքանից հետո նույն կառավարությունը ճիշտ չէ լինի, որ հրաժարական տար, իսկ Սերժ Սարգսյանը ընդհանրապես չառաջադրել իր տեխնոլոգիությունը նախագահի ընտրություններին, որովհետեւ այդ ցուցանիշները այդ 4-5 տարիների ընթացքում է գրանցվել։ Շատ հետևողական եք հարցերում եւ ուրախ եմ, որ լավ հիշողություն ունեք։ Ուզում եմ ասել, որ համաձայն չեմ ձեր գնահատականներին, ինչպես նախորդ անգամ նշեցի, այս անգամ էլ ուզում եմ դա նշել եւ խորհուրդ կտայի ձեզ, որ դուք հիշատակեիք ոչ միայն այն ցուցանիշները, որոնք արձանագրում են վարչապետարանում, այլ նաև այն ցուցանիշները, որոնք արձանագրում են առաջընթաց, որպեսզի լինեք օբյեկտիվ, եւ այդ պարագայում կարծում եմ կարող եք գտնել բազմաթիվ պատճառներ, թե ինչու մեր քաղաքական թիմը պետք է շարունակի այս ծրագրի իրականացումը, որը ընտրություններին պարլամենտական ստացավ մեր ժողովրդի համաձայնությունը եւ մեր ժողովրդի կողմից ըստ էության տրվեց հստակ գնահատական, որ քաղաքական ուժը պետք է շարունակի իր ծրագրերի իրականացումը եւ մենք հենց այդ ուղով էլ գնում ենք, բայց այն, որ մեր կյանքում կան բազմաթիվ թերություններ, բացթողումներ, մենք ինքներս ենք խոսում այդ բացթողումների թերությունների մասին, վարդարացումների մասին եւ ոչինչ չենք թաքցնում մեր հասարակությունից այդ առումով։ Առաջարկ եղել է Եվրասիական միությանը անդամակցել, թե ոչ։ Ոչ, այդպիսի առաջարկ չի։ Կարելի է ես տամ։ Դուք ասում եք նորմալ է, որ ընդդիմությունն է դեմոկրատիայում եւ դեմարտայում, բայց Բարգավաճ Հայաստանը ընդդիմություն չէ, այլ ընտրանքի ժամանակին պաշտպանել է նաեւ ձեր ներկայացրած բյուջեն։ Այդ դեպքում սա ինչ է նշանակում, անձնական, ձեր զուգված հարց է, հա, քննադատությունը եւ երկրորդ հարցը դուք ռուսական լրատվամիջոցների տված հարցազրույցներից մեկում հայտարարել եք, որ հայ-թուրքական ցեղասպանության հարցը եւ Ղարաբաղի հարցը շահկապված են, իսկ իշխանությունները միշտ դա առանձնացնում են։ Արդյոք ինչ որ պետական դիրքորոշման փոփոխություն է այդ երկու հարցերում։ Առաջի հարցը մի քիչ ես լավ չհասկացա, թե Դուք մեկնաբանեցիք, որ նորմալ է, որ ընդդիմությունը ձեզ քննադատում է եւ դեմ եք, բայց Բարգավաճ Հայաստանի մասին էր հարցը, որ ընդդիմությունը քննադատում է, դեմ եք քվեարկում եւ ժամանակին ձեր ներկայացրած նույն ծրագրերին կողմ եք եկել։ Սա արդյոք ինչ որ անձնավորված է այս դեպքում ձեր ուղղված քննադատությունը։ Ես ասում եմ, որ ես այլընտրանք եմ։ Ես անկեղծ ասած ոչ մի անձնավորում չեմ տեսնում։ Ես կարծում եմ խոսակցությունները իրենց գործունեությունը չեն ծավալում անձնավորված միջամտումներից ելնելու։ Խոսակցությունները ունեն իրենց ծրագրերը, իրենց նպատակները եւ իրենց գործունեությունը միտված է այդ ծրագրերի իրականացմանը։ Եթե նրանք այս կամ այն փուլում իրենց կուսակցական գործունեության նպատակահարմար են գտնում քննադատել այս կամ այն պաշտոնատար անձին, դա մտնում է նրանց ռազմավարության կամ մարտավարության մեջ եւ ճիշտ կլինի, որ այդ հարցերը ուղղեք հենց այդ կուսակցություններին։ Կարծում եմ ճիշտ չի մեկնաբանություններով փորձել հասկանալ, թե այս կամ այն կուսակցությունը ինչ ռազմավարություն է իրականացնում։ Ես կարող եմ պատասխանել հանրապետական կուսակցության։
տեսակետները ինչպիսին են, այն հարցերը, որոնք մենք քննարկում ենք մեր գործադիր մարմնում, հայտնում ենք քաղաքական որոշումներ, կարող են բացատրել դրանց շարժառիթները, ինչից ելնելով մենք այդպիսի որոշումներ կայացնում։ Երկրորդ հարցի վերաբերյալ ռուսական զանգվածային լրատվական միջոցներին տված հարցազրույցը։ Ընդհանուր առումով պետք է ասեմ, որ ռուս ընթերցողը այդպեսի հեռու գնացող եզրակացություններ չի անում, ինչպիսին որոշ մեր մեկնաբաններ, որոնք կոնտեքստից հոգում են այս կամ այն նախադասությունը եւ դրան տալիս են լուրջ քաղաքական ենթատեքստ։ Դրա համար ձեզ համար է, բոլոր ներկաներից համար է, ասեմ, թե ինչ եմ ասել ես նրանց։ Երբ որ խոսքը գնում էր հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Եվ իրանց հետաքրքրում էր իմ անձնական զգացումները, երբ որ մենք քննարկում ենք Թուրքիայի հետ առնչվող հարցերը։ Իմ պատասխանս եղել է հետևյալը, որ այո, ցանկացած հայ ընտանիք ունի շատ զգայուն վերաբերմունք, քանի որ չկա որևէ ընտանիք, որը չի առնչվել ցեղասպանության հետ։ Եվ իմ պապերս եղել է ներզրումից, եւ իմ ամբողջ մանկությունը ես հիշում եմ, թե մեր ընտանիքում ինչպիսի քննարկումներ էին ունենում, որ ինչպես է իմ պապան բախտը բերել, ցեղասպանությունից բրծել է այն պարագայում, երբ փորձել է իր ընտանիքի բոլոր անդամներին եւ իր աչքի առջև նա տեսել է, թե ինչպես են սպանում իր եղբայրներին, քույրերին, ծնողներին եւ միակն է, որը փրկվել է։ Եվ մեր ամբողջ մանկության ընթացքում մենք այս պատմություններն ենք լսել եւ չկա իմ կարծիքով որևէ հայ ընտանիք, որը չունի առնչություն այդ ցեղասպանության հետ։ Եվ այն ինչ որ մենք տեսանք 88 թվականից սկսած թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչպիսի միջոցներ է օգտագործում Ադրբեջանը, Սումգայիթը, Բաքուն, ապա մենք տեսնում ենք, որ այդ նույն ձեռագիրն է աշխատում, ֆիզիկական ոչնչացում այն բանի համար, որ դու հայ ես։ Այս է եղել իմ պատասխանը։ Պարոն վարչապետ, այս Թե ինչ եզրակացություններ, մեկնաբանություններ կարելի է տալ քաղաքական դաշտում, դա թողում եմ մեկնաբանողների խղճի վրա։ Այսօր Բրյուսելում է գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Որպես օրինաչափություն դուք եք համարվում արևմտամետ գործիչ։ Ինչպես եք գնահատում Գագիկ Ծառուկյանի այդ պրո-արևմտյան պասաժը եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ Մի քիչ էլ չեք խանդում։ Հարգելի գործընկեր։ Ներողություն, ասում են նաև անցած տարի դուք եք եղել խանգարողներից մեկը, որ APP չընդունեց բարգավաճ։ Աշոտյան։ Առաջինը, ես կարծում եմ, ճիշտ չի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը գնահատականներ տա պարլամենտում ներկայացված կուսակցությունների աշխատավոճին, գործելակերպին, նրանց քայլերին եւ այլն։ Նրանք օգտվում են բոլոր այն հնարավորություններից, որ ունեն որպես կուսակցություններ, եւ դա համարում եմ շատ նորմալ, շատ բնական եւ տրամաբանական, երբ որ կուսակցությունները կապեր են հաստատում տարբեր երկրների հետ, իրենց գործընկերների հետ, դա շատ նորմալ, բնական գործընթաց է։ Պարոն վարչապետ, երբ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվեց նոր կառավարություն եւ դուք նշանակվեցիք գործադրի ղեկավար, մեզ հետ հարցազրույցում դուք ասացիք, որ շատ պարտավորություն կա այս կառավարության վրա, որովհետեւ հայ նախագահական ընտրությունների արդյունքը որոշակիորեն պայմանավորված է լինելու ձեր աշխատանքով։ Այս բյուջեով, որը ընդունվեց եւ արժանացավ ընդդիմության անքննակ քննադատությանը, Սերժ Սարգսյանի շանսերը մեծացան նախագահ դառնալու։ Գիտեք, ընդհանրապես պետական գործառույթներ, որ մենք իրականացնում ենք, նրանք նպատակ չունեն շանսեր ավելացնելու, շանսեր նվազեցնելու։ Մեր նպատակն է ամրապնդել մեր պետականությունը, մեր նպատակն է լուծել մեր քաղաքացիներին հուզող հարցերը, մեր նպատակն է բարելավել մեր քաղաքացիների կյանքի մակարդակը եւ ցանկացած կառավարության առջև հենց այս խնդիրներն են ծառացած։ Ինչպես անել, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը բարելավի։
եւ ես համոզված եմ, որ սա այն բյուջեն է, որը հնարավորություն է տալու անել առավելագույնը։ Շատ բավականին մեծ նպատակներ են մեր առջև դրված, որովհետեւ դուք տեսնում եք, թե տնտեսական աճի ինչ ցուցանիշներ ենք մենք թիրախավորել մեզ համար։ Մենք այս տարի ուզում ենք ունենալ 7% աճ, մյուս տարի ծրագրավորել ենք 6.2% աճ եւ սրանք բավականին համարձակ եւ բարձր ցուցանիշներ են։ Եթե մենք այս ցուցանիշները իրականացնենք, ապա համոզված ենք, որ մենք բոլորս կզգանք նրա դրական ազդեցությունը մեր քաղաքացիների կյանքի վրա։ Հենց որ իրականում ուզում եմ չհամաձայնվել այն գնահատականների հետ, որ սա նահանջ է, որ այս բյուջեն հարցեր չի լուծում, այս բյուջեն լուծում է շատ մեծ եւ լրջագույն խնդիրներ, որոնք կանգնած են մեր պետության առջև։ Փոխարենը սակայն չկա որևէ կենսաթոշակի բարձրացում, պարոն Սարգսյան, այդ դեպքում եք նա։ Դուք եք ձեր գործընկերություններ 3 հատ հարց տվեցի։ Դեռևս մի հատ ձեր ասացին որպես շարունակություն նախագահի թիրախավորած 7%-ից աճը ձեր գնահատման կապահովի։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշները կարողանան ապահովել, կարծում ենք, որ դրա համար կան օբյեկտիվ հիմքեր եւ այն պաշտոնական վիճակագրական տվյալները, որ այսօր մենք ունենք մեր ձեռքի տակ, դրանք տալիս են մեզ հնարավորություն ունենալ, որ մենք այդ ցուցանիշին հասնենք։ Նիկոլայ Ռժկովը ասաց, որ չի բացառվում Հայաստան կազմել չի լսվում։ Կարծում եմ դա սիրախաղ չէ, այլ դա հստակ ռազմավարություն է, որ իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը, դա նրա մրցակցային առավելություններից մեկն է, որ նա ունի ժամանակակից տեխնոլոգիաներ ատոմակայանների կառուցման եւ եթե նա կարողանում է այդ ծրագրերը իրականացնել տարբեր երկրներում, բնականաբար դա փոխում է Ռուսաստանի Դաշնության շահերից։ Կարծում եմ դա Ռուսաստանի համար շատ շահավետ գործարք է։ Հետևանքը։ Վարչապետ Նիկոլայ Ռժկովը ասաց, որ Հայաստանը ժամանելու Վլադիմիր Պուտինը նոր տարվա սկզբին, ընդ որում հաջորդ օրներ Սպիտակումն ասաց, որ այդ լուրը իրեն փոխանցել է Սերժ Սարգսյանը։ Դուք տեղեկացված եք, սպասում է արդյոք Վլադիմիր Պուտինի այց Հայաստան նախընտրական այդ հեշտ բոլոր։ Պաշտոնական տեղեկատվությունը ձեզ անմիջապես ուրեմն հասանելի կլինի, հենց որ այդպիսի ուրեմն տեղեկատվություն լինի։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ կենսաթոշակների բարձրացման մասին հարցը դուք բյուջեին բավական դեպքերական արտահայտվեցիք բյուջեի մասին։ Սակայն աշխատավարձերի կենսաթոշակների բարձրացումը նախատեսված չէ, այդ դեպքում ինչն է դրա լավը։ Տնտեսական աճի ինչու ոչ մի քաշի վրա չի։ Շնորհակալություն այս հարցի համար, որտեղ ինձ հնարավորություն կտա եւս մեկ անգամ ձեզ բոլորիդ բացատրել մեր նոր սոցիալական ռազմավարությունը։ Մենք նշեցինք, որ այսուհետև առաջնահերթությունը մենք տալու ենք ոչ թե սոցիալական նպաստների բարձրացմանը, սոցիալական խնդիրներ լուծելու համար, այլ մենք ֆինանսական միջոցները ուղղում ենք, որպեսզի այդ անապահով ընտանիքների համար լուծենք այն խնդրեմը, որը ծնում է աղքատություն։ Առաջի հերթին դա աշխատանքի բացակայությունն է եւ երկրորդը դա կրթության հասանելիությունը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական ընտանիքները առնչվում են աղքատության հետ, եթե ընտանիքում չկա կրթություն ստացած անձնավորություն, որը կարող է ունենալ բարձր վարձատրությամբ աշխատանք եւ իր տնտեսական ապագան պայմանավորված լինի նրա եկամուտներով։ Եվ եթե այս համամասնությունը խախտվում է, եթե պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է ոչ թե աշխատատեղերի ստեղծումը, այլ թոշակների բարձրացումը, դա սխալ ռազմավարություն է։ Դրա համար մենք պետական բյուջեում նախատեսել ենք միջոցներ, որոնք ուղղելու ենք սոցիալապես անապահով 114,000 ընտանիքներում, եթե երեխաները ունեն կարիք կրթություն ստանալու, մենք ֆինանսավորելու ենք նրանց կրթությունը, եթե նրանք բուհերում են սովորելու, ապա պետությունը պետք է հոգա նրանց ծախսերը, եթե վերապատրաստումը կարող է նրա համար աշխատատեղ ստեղծել, մենք նրա համար աշխատանք ենք ապահովելու։ Եվ դա նշանակում է, որ սոցիալական խնդիրների ռազմավարությունը 2013 թվականի բյուջեով որակապես փոխվել է։ Բացի դրանից մենք 30,000-ով ավելացրել ենք այն թիվը մեր քաղաքացիների, որոնք օգտվելու են սոցիալական փաթեթից։ Եվ դա նշանակում է, որ նրանք ստանալու են մինչև 3
1,800,000 դրամի առողջապահական ծառայությունների ծածկույթ, ինչպես նաև հնարավորություն են ունենալու վճարելու ուսման վարձեր կամ եթե ցանկանալու են իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղում, ստանալու են պետական բյուջեից ֆինանսավորում եւ մեր ուսումնասիրությունները, մեր շփումները մարզերում մեր քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ սա մեծ պահանջարկ ունեցող ծրագիր էր, դրա համար շահումների թիվը մենք 2013 թվականին 30,000-ով ավելացրեցինք։ Պարոն վարչապետ, տնտեսագիտական համալսարանում ձեր ելույթը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, դուք ասել եք, որ ելույթ աղմուկ չբարձրացրեց, դուք աղմուկ բարձրացրեցիք։ Կառավարությունը աղմուկ բարձրացնողը դուք եք, չէ՞ ոչ թե 120,000 դրամ։ Ինչա՞։ Դուք ասել եք, որ կառավարությունը մարդկանց առաջարկում է 90-ից 120,000 դրամանոց աշխատատեղեր, բայց մարդիկ նախընտրում են տանը նստելով ստանալ 30-ից 50,000 դրամ նպաստ։ Ձեր խոսքից տպավորություններ, որ մեր ժողովուրդը ծույլ է։ Կպարզաբանեք։ Այդ գիտեք, ձեր տպավորությունները ես չեմ ուզում պարզաբանել, ես ուզում եմ պարզաբանել իմ ասածը։ Դուք բառացիորեն այդպես եք ասել, պարոն վարչապետ։ Այո, ես իմ ասածը կարելի է մեկնաբանել, ոչ թե ձեր տպավորությունները, որովհետև քիչ առաջ էլ ձեր տպավորությունների մասին խոսացինք, որտեղ իմ ելույթներից դուք կարող եք այնպիսի տպավորություններ ստանալ, որ ինձ համար անկանխատեսել են ուղղակի։ Պարոն վարչապետի կամերան։ Չեք նեղանա, ոչ։ Կարող է տպավորությունը սխալ լինի։ Պարոն վարչապետ, ես իմ տպավորությունից Հարգելի գործընկերներ, սոցիալական քաղաքականության ռազմավարության մեջ արմատական փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, եթե դուք իմ ելույթը լսեցիք, որի վրա հղում եք կատարում, ապա կհիշեիք, որ ես հղում էի կատարում արժութային հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների վրա, թե ինչպես պետք է խթանել տնտեսական աճը եւ ինչպիսի սոցիալական քաղաքականությունը կարող է խաթարել տնտեսական աճը։ Եվ արժութային հիմնադրամը կատարել էր այդպիսի ուսումնասիրություններ աշխարհի մի քանի երկրներում եւ իր տարեկան ժողովում ներկայացնել էր հաշվետվությունը, որ սոցիալական քաղաքականությունը պետք է ունենա ուղղվածություն մարդկանց աշխատանքով ապահովելու, մարդկանց կրթելու, նրանց հնարավորություն տալու վերապատրաստման միջոցով, որ նրանք աշխատանք ունենան։ Եթե պետությունները ավելի մեծ շեշտադրում են անում սոցիալական նպաստների բարձրացման, այլ ոչ թե աշխատատեղերի խթանմանը, այդ մոտիվացիան մարդկանց փոխվում է եւ դա բնորոշ չէ միայն Հայաստանի Հանրապետությանը, դա վերաբերում է տնտեսական, սոցիալական քաղաքականությանը, մոտիվացիոն մեխանիզմների եւ դրանով է պայմանավորված այն փոփոխությունը, որ մենք իրականացնում ենք մեր սոցիալական քաղաքականության մեջ ներդնելով ինտեգրացված սոցիալական քաղաքականություն։ Ժամանակը չէ քեվության մտներ, միջև պետք է հակատներն ու հարուստներն նույն ձևով հապեն։ Մի մարդ 20 հատ բնակարան ունի կենտրոնում, նույն ձևով հարկում գույքարկ տանի, ինչպես օրինակ մի տանիք, որ մի բնակարանում ապրում 10 հոգով, նույն ձևով են հարկում։ Արդյոք դա ճիշտ է։ Ճիշտ է, պարլամենտը եւի չի հաստատի, բայց դուք գոնե առաջարկ ներկայացեք, որտեղ թե բոլոր մեծահարուստներ են։ Մենք առաջի քայլը այդ ուղղությամբ արեցինք, թանկարժեք ավտոմեքենաների չափից դուրս թանկարժեքներ։ 80,000 առաջի քայլը։ Բանկան որ պատասխաները գիտեք բոլորը։ Չնեւի իզուվել հարցեր տալիս։ Չէ, չգիտեմ։ Շատ լավ, ուրեմն առաջի քայլը այդ ուղղությամբ մենք կատարեցինք 80,000 ավել արժողություն ունեցող մեքենաների վրա ավելացրեցինք հարկային դրույքաչափը դիտարկելով, որ դա հենց ձեր ասած այդ շքեղության հարկի հայցակարգի ներքո են գնում առաջ, որովհետև եթե մարդի վիճակի է այդպիսի գումար վճարել մեքենայի համար, նա կարող է նաև ավելի բարձր հարկ վճարել, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում սոցիալական խնդիրներ լուծել։ Հաջորդ քայլը լինելու է գույքահարկի վերանայումը եւ առաջին հերթին այդ գույքահարկը հնարավորություն է տալու ավելի մեծ հարկեր հավաքագրել այն մարդկանցից, ովքեր ունեն դες ասած ավելի շքեղ տներ կամ ապրում են այնպիսի տարածքներում, որտեղ պետք է ավելի բարձր գույքահարկ վճարի, դա մեր ռազմավարության մեջ ներառված է եւ մենք այդ հարցերից քննարկելու ենք եւ ներկայացնելու ենք ազգային ժողովի։